Բարի լույս, բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, նախաքրիստոնեական շրջանում Զատիկը համարվում էր հեթանոսական տոն, բայց հին անգլոսաքսերը Գարնան Գալուստը նշում էին աղմկալից տոնակատարություններով, իսկ վաղ քրիստոնյաները փոխ առան նոր կյանք ու իմաստ տվեցին, որովհետև այն օգնում էր իրենց հիշել հարության եւ Հիսուսի միջոցով նոր կյանք ունենալու մասին։ Մասուն ավանդական երգի բարի համույթը հանրայնացնում է ներողություն ոչ միայն ազգային երգն ու պարը, այլ նաև տարբեր գավառների ծեսերը, խաղերն ու տոները։ Եվ զատկական այո հետաքրքիր ավանդույթների եւ մի շարք այլ հետաքրքիր թեմ անդրամասների շուրջ թե երգերի ու խաղերի շուրջ մեր հյուրերի հետ կզրուցենք։ Դեն սիրով ներկայացնենք մեր հյուրերին, տաղավարում են Ռուդիկ Հարոյանի անվան Մասուն ավանդական երգի բարի համույթի համահեղինակավարները Լուսինե Մկրտչյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Ուրբաթ առավոտ, ուրբաթ սկսել եւ Հայարփի Անանյանը նույնպես մեզ մոտ է, ողջույն Հայարփի, այստեղ են նաեւ խմբի անդամները Սոլիստ Մերի Լևոնյանը, ողջույն Մերի, Դհոլչի, Կոպալահար եւ Բալոջա Սարգսյանը, բարի առավոտ եւ Պարո խմբի Բաղեմի անդամ Հայկ Հովսեփյանը, բարի առավոտ բոլորին։ Բարի լույս, ինչպե՞ս եք։ Դուք մենք ձեզ sense նայում ենք, մեր տրամադրությունը բարձրանում է, իսկական զատկական, ավանդական ծեսից եք դուք դուրս եկել։ Այո, նախատոնական տրամադրությունը միանգամից տարածվել է ամբողջ տաղավարում, դրա համար շատ շնորհակալություն ձեզ։ Նախ եկեք խոսենք զատկական երկու բարից, մենք ավանդույթներից այսօր խոսել ենք։ Այսօրերին մենք գիտենք արդեն ինչպես ճոխ սեղաններ գցել։ Մի քիչ գիտենք ավանդույթների մասին, բայց մեզ ասեք զատկական երկու բարն ինչով է առանձնացել այդ օրերին։ Եկեք մինչև անցնելը զատկական երկու բարին ամեն դեպքում երևի ներկայացնենք, տրամադրությունը ստեղծենք, որովհետև երկուից բարից եկող էմոցիաները, հույզերը անփոխարինելի են։ Առաջին երգը, որ ուզում ենք ներկայացնել, Փերիայից մեզ հասած Ռուդիկ Հարոյանի կողմից գրառված մի շատ գեղեցիկ, ուրախ, զատկական տրամադրություն արտնացող երգ է։ Երգը երգենք նոր։ Երգը երգենք ու շարունակենք։ Տոնական տրամադրի եկել է ուրախ Զատիկ, Ո՞նի ձեր դրամատուրգիան։ Տոնական տրամադրությունը Այո, զատկական հիշեք, որ երեկոյան այս երգերը ինտերնետում կա, որ սրճան են դնել դեսել։ Apple Music-ում։ Չէ, Apple Music-ում չունենք, բայց դա կշտկենք։ Այո, խնդրեմ։ Եկել է ուրախ Զատիկ, բարձրապաս նավակալիկ, էլ չենք ուտի մենք ախին, մախող ու ոսվե հատիկ, էլ չենք ուտի մենք ախին, մախող ու ոսվե հատիկ, գեղը ուրախությունա, եկել է ուրախ Զատիկ, կոմա ջահելությունա, եկել է ուրախ Զատիկ, խաղում եմ բունա, եկել է ուրախ Զատիկ, եկել է ուրախ Զատիկ, բարձրապաս նավակալիկ, էլ չենք ուտի մենք ախին, մախող ու ոսվե հատիկ, էլ չենք ուտի մենք ախին, մախող ու ոսվե հատիկ։ Այո, Եկել է ուրախ Զատիկ, բրծավ պաս նավակատիկ, էլ չենք ուտի մենք անխին, մի քիչ անհամ անյուն ապուրել, մախող ու ոսպե հատիկ։ Չգիտեմ ով է գրել այդ երգը, բայց ճիշտ է գրել այդ երգը։ Ժողովուրդն է գրել։ Չգիտենք Սանդից ասված խոսքեր են։ դուք պաս էիք պապում։ Այո, դրա համար ես լրիվ բարերը ձեր երգի Երևի հաշվեցի։ պասպապին էլ չեք սիրում։ Պապին է դա։ Միանգամից գանք դրան։ Պասը խորհրդանշող տիկնիկը եւ երևի մեր տոներից այն միակ տոնը, որտեղ տիկնիկը ոչ թե կնոջ կերպարով է, այլ տղամարդու Այն կերպարով։ էլ պապիկի կերպարով։ Այո, պաս պապիկն է ջղայն, մղու բիբարներով, քարերով եւ Ինչ է սոխով, այո, խորհրդանշում փետուրներով։ սրանք բոլորը պատժելու համար էին։ Ծլացո, պատիժ։ 5000 դրամ տուգանքներն են։ Քարերով քարկոծելու այն մարդկանց, ովքեր կարգը կխախտեին։ Ու փետուրները 7 շաբաթն են պասի ու հետ հաշվարկով ամեն շաբաթ մեկ փետուր դուրս էր գալիս։ Բայց մենք 6 փետուր ենք տեսնում այնտեղ։ Մեկը հանել ենք։ Այո, 7-րդը երևի արդեն Եթերորդը խախտում չկա։ Եվ իհարկե հասանք, բայց եկեք հանենք, թողնենք վերջին ձեր փետուրը։ կողմից է նաև մեր ուտիս տատիկը, ով չի սիրում պաս պապիկին, որովհետև ուտիս տատիկը բարեկենդանին գալիս, այսինքն մյուս օրերին, երբ պահ չի, արդեն ուտիս տատիկի թագավորության, իշխանության օրերն են,
ամենավերջում բարեկենդանի օրը քշում են, գլորում են, կանչում են մեր ակլատիզին, տիզ ակլատիզ, եկար մեր տուն կախվար երթից, որպեսզի 49 օրը հսկի մեր ակլատիզը եւ զատիկի եկար մեր տուն կախվար երթից հին տների կախում էին երթիկից եմ որ ասում էին եկել ոտը կախակցել եւ զատիկին արդեն գալիս էր ուտի ստատիկը ու շերեֆով բոլորին Ես ուտի ստատիկի կողմից ապրի ուտի ստատիկը Գիտեք այս երգերում երբ բառերը մենք լսում ենք դա իսկապես մեր իրականությունն է այն ինչ որ մենք բամբասում ենք այն ինչ որ մենք խոսում ենք այն ինչ որ մեր սրտից իրապես Որովհետև երգերը դուրս են եկել ժողովրդի լեզվից, ծոցից, այո, հեղինակը հենց խոսում է այն ինչ կա։ Պատմում է իր օրվա անցուդարձի, սրտի եղածի, սիրո դարտի, գնացել է դաշտ մի բան չէ սովորական կենցաղ որը ուղղակի ավելի սիմվոլիկ ձևով էին ներկայացնում եւ ընդհանրապես ազգային երկուպարը յուրաքանչյուր ազգի բնութագիրն է առանձնահատկությունն է ներկայացնում Դուք որտեղից եք վերցնում այս թանկարժեք մասունքները, լինելով հենց հիմնական մասունքը Ռուդիկ Հարոյանի անվան։ Թանկարժեք մասունքները իրականում բոլորին հասանելի են, սրանց մասին կան գրքեր, Արձանագրություններ, այո, իհարկե բոլոր վկայությունները 19-րդ դարից են, մինչ 19-րդ դարը շատ տեղեկություններ չունենք, ու այն ինչ որ մենք գիտենք հիմնականում 19-րդ դարի նյութերն են։ Զատիկի հետ կապված խմբի համահիմնադիր Ռուդիկ Հարոյանի գիրքը շատ այսպես համալի ներկայացված է Զատիկը, գարնանային ծեսերին էր պատկանում Զատիկը եւ Զատկին գարնանային տոներին ծեսերին առնչվող երգեր, պարեր կգտնեք հենց Ռուդիկ Հարոյանի Զատիկ։ Սասունցի Դավթի էպոսից էլ հատված կա, հետաքրքիր էպոսում դա ուղղակի մեջ բերում է թե Երկրագործության հետ կապված, քանի որ Զատիկը գարնանային տոներ կապվում էր նաև երկրագործության հետ, Սասունցի Դավթում էլ Սասունցի Դավթին համեմատում են նաև Արագեղեցիկի հետ, որ երկրագործության հովանավորն է։ Ինչքան բան կա, որ չգիտեմ։ Որ մենք տեղյակ չենք այո, բայց այդ ամեն ինչ հրաշալի է, որ մարդիկ ովքեր հանրայնացնում են բնության սկզբի այդ քնած բնության արտնանալու ամբողջ խորհուրդը ունի։ Երկրագործության ամենակարևոր ոնց որ սիմվոլը ցորենի հատիկն էր, հա, նույնիսկ հանելուկներ, երգեր նվիրված էին հենց ցորենի հատիկին, որը պիտի դնենք հողի մեջ, որ մեռնի եւ նորից ծլի հարություն առնի։ Նույնիսկ մի հանելուկ կա, չէ։ Ապա ասենք Հիշակեք Բայց հանելուկը ոնց որ լավ չմիշում։ Այնինչն դուք ասեք մենք կասենք, թաղում ենք ապրում է, պահում ենք մեռնում է։ Այսինքն պիտի հողի մեջ թաղենք, որ ապրի։ Երբ որ պահում ենք, չենք թաղում, ինքը մեռնում է։ Սա հրաշալի ձեռնարկ է, այսպես հարության հոգևոր երգերը, Զատկի տոնի շարժումը, խաղեր, իրերի աշխարհը, խորհրդանիշները, խոհանոցը, գրականությունը։ հետաքրքիր, այո, ամեն ինչը ժողովածու ամեն ինչ։ նույնպես ներառված էր այդտեղ, նոտաներով ամեն ինչով հասանելի են այո։ Իսկ դուք տղաներին թողնում եք, որ նրանք էլ մեր հարցերին պատասխանեն։ Բարի առավոտ։ Բարի Ջենտլմեններ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Մեզ պատմեք նաև դուք ինչպես եք այս խորհուրդը ընկալում, ո՞րն է ձեր ամենահարազատը, դուք ավելին եք տիրապետում պատմեք, քան մենք, եւ ի՞նչն է ձեզ համար հարազատ, որ չգիտենք մենք առօրյայում։ Առօրյայում եւ ոչ միայն Զատիկի տոն, այլ նաեւ բոլոր տոները մեր ազգային, որոնք իրենց մեջ առնում են թե ազգային մշակույթի երգը, պարը, խաղերը, ուտեստները, բոլոր տոները ամեն մեկը մի յուրովի, ասենց ասած, էներգիա է հաղորդում ու կոնկրետ իմ դեպքում այսպես ասեմ, եթե ես իրանցից ինչ որ էներգիաներ չեմ ստանում, ինչ որ բան բաց եմ ըմբիսատեմ։ Որից եք ամենաշատ էներգիա ստանում։ Շատ ու քիչ չեմ կարող համեմատել, որտեղ ամեն մեկից տարբեր էներգիաներ եմ ստանում։ Ամբողջությամբ տոնից վերցնում եք այն ինչ կա, այո։ Հայկը Սասունցի արմատներով, Թալինի Դավթաշեն գյուղից, այո, ու այսպես կանչով եկել է։ Գոնե 3 պար մեզնից չի սովորել։ Մենք ենք նրանից սովորել։ Մենք Հայկի մայրիկն է լավ երգում, պարում։ Ձեր ողջուններ ձեր մայրիկին, որ փոխանցել է ձեզ այս պարերի քաղցը, այդ էներգիան ինձ միավորեց մասունքի հետ։ Ես ես շատ լավ հասկանում եմ, մենք փաստորեն արմատներով նույն տեղից ենք, այո, Սասունցի։ Մենք ունենք այնտեղ կրտսեր Վալոդիային, որը այսպես ինչ է կոչվում, որի վրա Գործիքը։ Բարև ձեզ, ես Վալոդյան եմ։ Այո, բարև Վալոդյան։ Սա մեծ տոհոլ է, իսկ սա կոպալն է։ Կոպալը,
հնում դհոլով են նվագել, այսինքն կոպալը եւ ճիպոտը դհոլի վրա են նվագել, իսկ հետո ավելի մեծացել է։ Ինչպես նաև շքեղացրել է, այսպես ամբողջացնում է ձեր եւ տեսքը, եւ երգը, եւ հոմել ինչ-որ ոգի է, չէ՞ տալիս։ Վալոդիա, քո հասակակիցները սովորաբար ընտրում են դհոլի ավանդական ձևաչափը։ Դու ընտրել ես մի ձևաչափ, որը մեր աչքին այդքան էլ սովոր չի, ինչպես ծանոթացար այս դհոլի հետ։ Ես ծանոթացել եմ, քանի որ մասունքը ինձ որպես սենց ասած մեծ եղբորպես ինձ ուսուցանել է։ Որտեղից ես մեծ եղբորը ճանաչել։ Ինչ լավն է Վալոդյան։ Մեր Վալոդյան շատ տաղանդավոր, շատ շնորհքով։ Վալոդիա, դուք մեզ լսում եք, այո։ Հասակակիցներից տարբերվող, որովհետև շատ լավ երգում է, շատ լավ նվագում է, շատ լավ ականջ ունի, ու նաև լավ սպորտսմեն։ Քիչ առաջ խոսում ենք, ասում ենք, այսպես գնանք ամուսնացնենք Վալոդյան միջև չափ։ Երեխան մի քիչ մեծանան։ Բազմաշոր տղա է, ով նա շատ գեղեցիկ։ Այդքան լավ է լինի։ Ձերքը դիպչում կանաչում է։ Օ, տեսեք ինչպես են գովում նա։ Այո։ Վալոդիա, դու տանը չես գոռա։ Այ մեզ տենց գովացողներ չեն եղել ուղղակի ժամանակին։ Մեկ միակայից գովել։ Եվ այսպեսի մի հարց, ինչպես եք հասցնում ամեն մեկը ունեք ձեր առանձին կյանքը, մասնագիտություն, ինչպես եք այդ ամենից զատ նաև համախմբվում եւ իհարկե որի համար շատ շնորհակալ ենք, հանրայնացնում մեր շատ սիրելի ավանդույթները, երգը, պարը, խաղերը, ինչպես եք կարողանում համատեղել։ Հարցին թող պատասխանի մերին, որովհետև մենք մի քիչ ուրիշ դիրքերից կպատասխանենք, իսկ իրենք ինչպես են միավորվում, ավելի լավ է այդպես։ Նախ ընդհանրապես խումբը մեզ համար որպես խումբ չի, որ գնում ենք այդպես, վայ գնանք բարենք երգենք գանք, իսկապես մի շատ մեծ գերդաստան է իր ուրույն հիմքերով ու պատահական չի, որ խմբի անդամները եկած օրվանից մարդիկ կան, որ խմբում են մինչև այսօր իրենց առօրյայի, աշխատանքի եւ ամեն ինչի հետ մեկտեղ։ Բոլորս տարբեր։ Դուք ինչ եք մասնագիտությամբ։ Ես մասնագիտությամբ միջազգային բեռնափոխադրման մասնագետ եմ եւ Ծայրահեղ տարբեր։ Ահա բարև ձեզ, բեռները հասան տեղը։ Դհոլ զարկել, Եթե չի հասնում, Եթե չի հասնում դհոլը կզարկի զուրնա։ այո, զուրնայով դհոլով կան չկուղարկենք Սահարիով, մինչև հասցնենք տեղ։ Վայ շատ լավն է։ Հայկը հաշվապահ, այո։ Միկրոէկոնոմիկան տնտեսական սղաճ եք ակնարկել։ Դուք ինչ եք մասնագիտությամբ։ Ուսին են թանգարանագետներ։ Դա մի քիչ մոտ եք դուք։ Եվ այսպես Լուսինեի եւ Հայարփի գլխավորությամբ մի շատ մաքուր, անչափ սիրուն, այսպես մթնոլորտ է ստեղծվել մեր մասունքում եւ իսկապես ընտանիքի նման բոլորս գալիս ենք այդտեղ, ընտանեկան վայելում ենք։ Մեր փորձատեղը եւ ոչ միայն փորձատեղը, պարբերաբար մենք տարբեր տեղեր եւ մարզեր ենք գնում եւ միջոցառումներ ենք ունենում հայ երեխաների։ Վարձատրվելը, եթե լինի ինչ-որ հիմնականում այո, կամավորական աշխատանքներ են, այո, դուք նվիրյալներ եք, ինքնագործ, այո, կամ այդպես։ Մենք ասում ենք Հայաստանը մեր գրասենյակն է։ Այո, մենք մեր արտնացանք մեր գրասենյակի աշխատանքների ազգանվեր աշխատանքով եք ուղղակի։ Ես էլ առաջարկում լսել եւս ձեր մի կատարումը, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվենք։ Խնդրեմ, ներկայացրեք Զամբիողը։ Ուզում ավելացնել մասնագիտությունների հետ կապված, որ մեր խմբի հիմնադիրը Հարոյան Ռուդիկը ինքն էլ տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Մյուս համահիմնադիրն է Քրիսոփայցյան մասնագետ։ Դրա համար հիմքը այսքան լավն է եւ շարունակականությունը նույնպես։ Այսինքն Զամբիողը մեջը տեսնում ենք էլի 1000 ու Քանի որ այդ մեծ պահքի ընթացքում զատկից մեկ շաբաթ առաջ ծաղկազարդին երեխաները պատարակից հետո ինքնաշեն գործիքներով, որոնք կոչվում են կարկաչաներ, սրանք կարպաչաներ են, սրանք ճեռն են, ձայնը լսեք, ձեզ դնության գիրք չտարավ։ Ու ժամանակ մոնումենտում ենք լսել այդ։ Այո, ջերմությունի ձայնը։ Այո, այսպես երգելով լճերի կողքին, չէ, ինչ որ ինքնաշեն գործիքներ են, պատրաստել են եւ երգելով, նվագելով տնետուն են շրջել, քաղցրավենիք հավաքել եւ հավկիտ հավաքել, որպեսզի զատկին ունենան մեծ հավկիտների պաշար, ձվախաղեր խաղան եւ իհարկե սնվեն։ Ասեք մարդիկ ամբողջ աշխարհում ներողություն Հելոուին են նշում։
Իսկ մենք այսքան լավ ավանդույթներ ունենք։ Մենք բարեկեն։ Հելոուինը դժվար այսպիսի մեծ կենսագրություն ունենա։ Միանշանակ, Հելոուինը այսպես սիմվոլիկ է եւ սենտիմենտալ ու Հելոուինից առաջ կհրավիրեք բարեկենդանի մասին խոսելու։ Սիրով եւ անպայման։ Բարեկենդանը հենց այդ դիմակավորվելու տոնն է հայկական, բայց լրիվ ուրիշ իմաստով։ Դուք մեծ լույս կսփռեք, ինչպես եւ այս զատկի մասին եք ասում, եւ խնդրեմ վայելենք ձեր կատարումը ինքնաշեն գործիքներով։ Սրանք իմիջիայլոց նաև չարխափաններ էին, որովհետև ինչքան աղմուկը շատ էր։ Չարը տարեք մեր աղավարի։ Շոուորդ ամեն Շեք բոլոր չարերի մատանալով, այո։ Կարկաչա, կարկաչա, կարիկաչա, կարկաչա, կարիկաչա, կարկաչա, կարմիր կովեն և կուզեմ, կարմիր կովեն և կուզեմ, սև հավենել հավկիր կուզեմ, կարմիր հավկիր ներկեր կուզեմ, սև հավենել հավկիր կուզեմ, կարմիր հավկիր ներկեր կուզեմ, կարկաչա, կարկաչա, կարիկաչա, կարկաչա, կարիկաչա, Բարի բարեր, դուք ինչ լավն եք, եթե պարս մարդկային ոչ ճոխ նախադասություններով, ոչ ացականներով դուք շատ լավն եք և կարողանում եք մեր օրերում, երբ ամեն ինչ շատ խառն է, մեզ հիշեցնել մեր ավանդույթների ու մեր պատմության մասին, հրաշալի գործով եք զբաղված։ Մենք հավատում ենք, որ ոչ թե կհիշեցնենք, այլ կհասնենք նրան, որ բոլորով միասին կշարունակենք նույն Մի բան ձևով ասեմ, չեմ կասկածում։ Վայելում ենք, չեմ կասկածում։ Իրականում սա ոչ աշխատանք է, ոչ մասնագիտություն, սա ապրելակերպ է մեզ համար։ Մեր ամեն օրը կարելի ասել այս ամեն ինչի մեջ էսպես ապրում ենք ու իսկապես հույս ունենք, որ մի օր բոլորս նույն կերպ կապրենք։ Իրոք մենք վայելում ենք իսկապես։ Ստիպողաբար ոչինչ չենք անում, ու իրոք օրինակի ուժով, այո, օրինակի ուժով միայն մեկը Միայն տղամարդկանց չեք թողնում, որ միասին երկու բառով նրանք ինչ-որ բան ասել։ Ճիշտ ասած մենք չաչանակ Շատ լավն է դա։ Չաչանակում եք անընդհատ։ Խմբում այսպիսի անդամներ ունենալ։ Իրականում այս ամեն ինչը կարելի է օրինակ ես որպես խմբի անդամ, որպես հայ համարում եմ, որ այս ամեն ինչը ազգապահպանության սություններից մեկն է ու կրել պահպանել թեկուզ մի մասը, մի երգը, մի բառ իմանալը, չգիտեմ, ցանկացած հայի պարտականություն չասեմ, բայց Այո, պարտականությունն է։ Ինչ որ չափով է։ Նայս այդ լավն է, մինչև պարտականություն չասեմ, պասպապի։ առաքելություն։ Այո, առաքելություն։ Կամ երգ իմանալը ամեն հայի առաքելություն թողնում։ Վալոդիա, դու հետաքրքիր քո հասակակիցները կլսեն տարատեսակ երաժշտություն, չգիտեմ, վերջին DJ-ներից մինչև վերջի ժամանակակից պոպն ու ռոպ ու рэպերներին, հա։ Դու նրանց այսպես ներկայացնում ես այս ավանդական երաժշտությունը։ Այո, եթե ներկայացնում եմ ասունքը, պարտավոր եմ ներկայացնել նաև այդ ամեն ինչը։ Ես նաև լսում եմ այդպիսի երաժշտություններ, որովհետև չեմ կարող, եթե կրում եմ այդ շրջապատը, պետք է նաև լսել։ Միանշանակ։ Սա այդ նովա չէ, աշողակ։ Ջիվանի աշողական։ Այո, դու լսում ես Եվան եւ ծանոթ ես մեր ակունքներին, դա ամենալավ տարբերակն է։ Վալոդիա, քեզ մեծ բարձունքներ ենք սրտած ցանկանում, ու վստահաբար դա կլինի։ Քանի որ մեր ժամանակը ավարտվել է, բայց ես շատ հաճելի է զրուցելը։ Ես առաջարկում ձեր երգով էլ մենք կեզրափակենք։ Մեր հեռուստադիտողներին դադար ասենք։ Դուք ինչ որ ուզեք, դրանով կեզրափակենք, հետո միանգամից կդիտենք գովաստ։ Էլ չենք խանգարի ձեզ։ Հատկական բարերքի կան դրա դառնում։ Յալալի ժամուն մեջը կներեմ, յալալի սուրբ նշանը տեսերեմ, յալալի տերն հարություն է արել, յալալի համը կարմիր է ածել, յալալի շնորհավոր նոր տարի, յալալի նոր տարի ու նոր բարի, յալալի աղբերս ուր է, յալալի պարգև աղջանիք ունե,
Բրավո։ Նվազագույնը, որ մենք ձեզ կարող ենք անել, Tonia's Family Company կողմից հանձնենք այդ յուրատուկ ծաղկե փունջը, հին ավանդական։ Սա Վալոջային, սա Հայկի։ Մեր ավանդույթներով։ Սա ձեզ։ Մեր օրերը այնպես է թողած համեմունքները համեմեն ձեր Այո։ ուտեսները, որոնք կպատրաստեք։ Սա համային փունջ է կոչվում այս ծաղկե փունջը, իսկական համային բում եւ փունջ։ Շնորհակալություն։ Բոլորի կյանքը համեմունքներով լիլի։ Այո։ Անալի մարդում է պետք։ Շնորհակալություն Tonia's Family Company-ին, իսկ իդեպ այն ռիթմերը, որ դուք նվագում եք, այդ ռիթմերը, ներողություն, որևէ ժամանակակից երաժշտություն չունի այդ լավ ռիթմերը, որը որ կար, ձեզ լավ տրամադրություն։ Շնորհակալություն։ Հիմա գովազդների եթերում եւ հետո կշարունակենք։